Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, Փաշինյանը կաթողիկոսի որոշմանը դեմ է, հակառակն է պնդում։ Միացյալ Նահանգները կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, Ֆիդանի հայտարարությունը։ Իրանի զինված ուժերը կոչ են արել երկրի բնակչությանը կանխել թշնամական դավադրությունները եւ չտրվել սադրանքներին։ Ինչու է հենց էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու պետական կառավարման համակարգերը։ Հաստատվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը, մասնագետները ահազանգում են վտանգավոր ռիսկերի մասին։ Հայաստանում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտարարվածների թվի նկատելի աճ։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է, թե կաթողիկոսի կայացած որոշումները իրենց համար արժեք չունեն եւ հայտարարել է, որ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Արդեն երեկոյան ոստիկանությունը ուժեր էր կենտրոնացրել Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց տեղեկություններ կան, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դեռևս այնտեղ է, չնայած որ այսօր Գարեգին երկրորդի հրամանով պաշտոնակ էր արվել։ Առաջնորդարանի դիմաց հավաքվել են նաև քաղաքացիներ։ Թեհրանի մոտ գտնվող Բահարեստան քաղաքում Իրանի իշխանությունները ձերբակալել են անկարգությունների մոտ 100 զինված մասնակիցների, Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժնի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության հրամանատար Մոհամմադ Պուր Էբրահիմը։ Ցույցերի 14 օրերի ընթացքում Իրանի դատական եւ ուժային կառույցներից դեռևս պաշտոնական տեղեկություն չկա զոհերի ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրի ու վիճակի մասին, բայց իրավապաշտպան կառույցները ահազանգում են, որ ընդհանուր թվով 2300-ից ավելի ձերբակալվածներ կան, զոհերի թիվը ըստ Իրանի մարդու իրավունքների կազմակերպության հասել է 45-ի, իսկ մարդու իրավունքների լրատվական գործակալության տվյալներով 65 մարդ զոհվել է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին հարաբերությունների կարգավորման է անդրադարձել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան տեսնում է, որ Կովկասում խաղաղության աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղություն կնքելու համար։ Ֆիդանի ձևակերպմամբ ԱՄՆ նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին, եւ ինչի Թուրքիան տարածաշրջանում խնդիրների կարգավորման հեղինակային իրավունքը ակնհայտորեն վերապահում է Միացյալ Նահանգներին, Իրանում այժմ շարունակում են եռալ հակակառավարական ցույցերը, իրավիճակը ժամ առ ժամ լարվում է, ելքը կանխատեսել մասնագետները դժվարանում են, իսկ համապատկերում ինչ ճակատագիր է սպասվում հայ-ադրբեջանական խաղաղությանը, Նայիրի Մուրադյանի անդրադարձը։ Խաղաղությունը հաստատված է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման դրական տենդենս կա։ Օր ու գիշեր այսպիսի հայտարարություններ կարելի է լսել իշխանության ներկայացուցիչներից։ Խաղաղություն կլինի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, առաջին, եւ երկրորդ տեսնենք, թե արդյոք այդ համաձայնագրի կետերի կատարելուց հետո Հայաստանը կարողանալու է լինել լիարժեք, ինքնիշխան եւ գործունակ պետություն։ Որքան Հայաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին, այնքան թրքախոս եղբայրական երկրները նախապայմանների լեզվով են խոսում Հայաստանի հետ, մեղադրանքներ հնչեցնում, դիվանագիտական գործընթացներում պատին դեմ տալիս Հայաստանի իշխանություններին։
Ադրբեջանը դու անամ վերան Արմենիստանը դա Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղության աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղություն կնքելու համար։ Եվ Հայաստանը իմ տպավորությամբ դեռևս փորձում է դիմադրել, բայց հենց դա նկատի ունեն, երբ ասում են, որ ճնշումներ են իրականացում հայկական կողմի վրա։ Թուրքիան խաղաղության ձախողման հարցում բացահայտ մեղադրում է Հայաստանին։ Չնայած որ վերլուծաբանները համարում են, որ հենց Թուրքիան եւ Ադրբեջանն են ձգձգում, փորձում տապալել խաղաղության գործընթացը։ Թուրքիան ինքը սահմանը տեսեք, չնայած որ այդքան խոստումներին հələ չի բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ընդհանրապես Անկարայի ընդհանուր ռազմավարությունն է չստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հակառակ դեպքում Թուրքիան կթույլատնի իր դերը Ադրբեջանում տարածաշրջանում։ Անկարայի համար ձեռնտու է, որ Հարավային Կովկասում առայժմ լինի կայուն վիճակ, բայց չլինի վերջնական խաղաղություն։ Ընդհանրապես ըստ վերլուծաբանների Միացյալ Նահանգներին հետաքրքիր չէ կհաստատվի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, թե ոչ, կամ ինչպես կգծվեն սահմանները երկու պետությունների միջև։ Ըստ վերլուծաբանների ԱՄՆ-ի նպատակն այն է, որ տարածաշրջանում ներկայություն չունենան Ռուսաստանն ու Իրանը։ Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, այսինքն Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են մաքսային, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները, Տրամփի ուղին գործարկել հնարավոր չի լինելու։ Վերլուծաբանների դիտարկմամբ Հական Ֆիդանի հայտարարությունից ակնհայտ է, որ Թուրքիան տարածաշրջանում Կովկասում խնդիրների կարգավորման հեղինակային իրավունքը վերապահել է ԱՄՆ-ին, մի երկրի, որն ըստ վերլուծաբանների նաև Իրանից եկող մեսիջների իր մեղքի բաժինն ունի Հայաստանի հարևան երկրում իրավիճակի ապակայունացման, հասարակության եւ կառավարական ուժերի միջև բախումների ստեղծման հարցում։ Իսկ Իրանում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լարվում։ Իրանյան տելեգրամյան ալիքները հայտնում են, որ երկիրը օդային տարածքը տեղափոխում է բարձր պատրաստվածության ռեժիմի։ Արտաքին ճնշումների, ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների եւ երկրի ներսում իրավիճակը ապակայունացնելու փորձերի ֆոնին Իրանը սկսել է պաշտպանական ենթակառուցվածքների փուլային նախապատրաստումը։ Ես շատ հստակ ասել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել այնպես ինչպես արել են անցյալում, մենք կմիջամտենք։ Մենք նրանց ուժեղ կհարվածենք այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Ես ասում եմ Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում բնակվող Իրանի տապալված շահի որդին Ռեզա Փահլավին իրանցիներին կոչ է արել անցնել ավելի նպատակաուղղված բողոքի գործողությունների, գրավել եւ վերահսկողության տակ պահել քաղաքային կենտրոնները։ Փահլավին օգնության համար դիմել է Դոնալդ Թրամփին։ Ես ձեզանից օգնություն եմ խնդրում։ Դուք ապացուցել եք, եւ ես գիտեմ, որ դուք խաղաղության եւ խոսքի մարդ եք։ Խնդրում եմ պատրաստ եղեք միջամտել Իրանի ժողովրդին օգնելու համար։ Կա հստակ քաղաքական պահանջ նախկին շահի որդուն վերադարձնել Իրան, որպես Իրանի շահ վերականգնել միապետությունը։ Բայց ես ունեմ վստահություն, որ Իրանում միապետության վերականգնման գաղափարը կիսում են չափազանց քիչ թվով իրանցիներ։ Իրանում տեղի ունեցող զարգացումների համար հնարավոր երկու սցենարներ կան։ Վերլուծաբանների դիտարկմամբ Իրանը հնարավոր է բարեփոխվի, դառնա աշխարհիկ պետություն ավելի արևմտամետ, որը ավելի լավ սցենարն է։ Հայաստանի համար եւս ձեռնտու։ Իսկ առավել վատ սցենարն այն է, որ խնդիրը հնարավոր է լուծվի ռազմական ճանապարհով եւ հավանական է, որ Իրանն իր տարածքային ամբողջականությունը չպահպանի եւ մասնատվի։ Սա Հայաստանի համար ամենավատ տարբերակներից մեկը կլինի եւ տարածաշրջանում կխորանա տևական քաոսը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանի բանակը բնակչությանը կոչ արել զգոն մնալ եւ կանխել երկրում անկայունություն եւ անկարգություններ հրահրելուն ուղղված թշնամական դավադրություններ այսօր իրանական մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո բանակը հայտարարություն է տարածել, որով զգուշացրել է, թե Միացյալ Նահանգների ագրեսիվ եւ չարամիտ կառավարությունը ծրագրեր է մշակում իրանցի ժողովրդի նկատմամբ սեփական գերիշխանությունը վերականգնելու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն հանցավոր սիոնիստական ռեժիմը եւ ահաբեկչական խմբավորումները միավորել են ջանքերը Իրանում անվտանգությունը խաթարելու համար, այն բանից հետո, երբ ձախողվեցին 2025 թվականի հունիսին սկսված 12-օրյա պատերազմում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ բանակը համագործակցում է մյուս զինված ուժերի հետ, հետևելով տարածաշրջանում թշնամական գործողություններին, պաշտպանելով ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքներ ու պետական գույքը եւ վճռականորեն հակազդելով ցանկացած դավադրության։
Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններով ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներն են չեղարկվում։ Դրան շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան-Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, մինչդեռ 3 դեպի Երևան չվերթները թեև ուշացումով, բայց իրականացան։ Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին։ Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը, հայկական կողմը ուսանելի է համարում Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Շեշտում են, որ Հայաստանի կառավարության համար պետական կառավարման համակարգի թվայնացումը առաջնահերթություն է, իսկ ինչու են հենց էստոնական տարբերակի վրա կենտրոնացել, Արմեն Աթելյանն է փորձել պարզել։ Էստոնական ընկերությունը Հայաստանում թվայնացնելու է պետական կառավարման համակարգերը։ Տեղեկատվությունն օրեր առաջ հայտնվեց լրահոսում եւ մտածելու տեղիք տվեց։ Պաշտոնական տարբեր միջոցառումների ժամանակ պատասխանատու չինովնիկներն աջուձախ վստահեցնում են, որ Հայաստանը չափազանց զարգացած IT ինդուստրիա ունի, որն աշխարհի համար գեներացնում է չափազանց կարևոր պրոդուկտներ։ Այդ դեպքում ինչու է պետական կառավարման կարևորագույն ոլորտի համար ներգրավում էստոնական IT ընկերության։ Կա կարծիք, որ հայկական IT ընկերությունների հետ նախկինում ունեցած փորձն է պատճառը։ Առաջնություն տրվել է ներսում պատվերներին, բայց մի վերապահումով այդ պատվերները գնացել են ոչ ճիշտ մարդկանց, որ վերցնեն ուղղակի ստատիստիկայով հաշվեն պետական պատվերով գրված IT-ները, այսինքն IT պրոյեկտները, տեսեք մեծամասնությունը ֆեյլ է։ Ոչ թե առնում ես լավը, այլ առնում ես ամենաէժանը։ Այդ տրամաբանության, որ գնաց դու ամենաէժանը գնես, միշտ վատն է լինելու, այդ էժանը չի էլ աշխատել, ինչտե տեղի է ունենում։ Ներկայում Հայաստանում գործում են բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնք կատարում են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպությունների բարդագույն պատվերներ։ Մեծ հաշվով պետությունը կարող էր փորձել նրանց ներգրավել պետական կառավարման թվային գործիքների ստեղծման գործընթացում։ Դրանով նաեւ կնպաստեր տվյալ ընկերությունների աճին, ինչպես ցանկացած այլ զարգացած պետություն է վարվում, երբ ցանկանում է կոնկրետ ոլորտի աճ ապահովել սեփական երկրում։ Մի կողմից վերցնում ես պետության կարիքների համար որոշակի ծառայություններ կամ ապրանքներ, մյուս կողմից դու ներդրում ես կատարում այդ ծառայությունը ապրանք մատակարարող ընկերության մեջ։ Մեր պետությունը երբ որ վերցնում է Էստոնիայից, ինքն իրականում ներդրում է կատարում էստոնական տնտեսության մեջ։ Այստեղ կա եւս մեկ խնդիր՝ ինքնաբավության հարցը։ Թվային տիրույթում մենք նույն անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ գետնի վրա։ Արդյոք դասի ընկերությունների ստեղծած գործիքները խոցելի չեն դասնի պետական կառավարման ամբողջ համակարգը։ Նույն դրսի լուծումը կարելի է եւ լուծել եւ կիրառել շատ կախյալ վիճակով եւ կիրառել հարաբերական ավելի անկախ վիճակով։ Նույնը ներսի լուծումների, այսինքն տենց չի, որ ներսի լուծի, եթե ուշադիր չլինենք, ներսի արտադրողներն կարող են, օրինակ, կարող է ծրագիրը սարքողը լինի հայկական ընկերություն, բայց տվյալները պահի Amazon Cloud-ի մեջ։ Թվային տիրույթում հիմա պետությունները փորձում են առավելագույնն անկախ լինեն այն պատճառով, որ հիբրիդային պատերազմները վարում են նաև այդ տիրույթում։ Եթե չկա տիրապետում տեխնոլոգիային, հնարավոր է չկարողանաս արդյունավետ դիմակայել ռիսկերին։ Պետք է լավ մասնագետներ աշխատեն ու նաև այդ հարցը այդ մասնագետների առաջ դրած լինի։ Որ պետք է խնդիրը լուծել անկախության, այդ սուվերենության այսինչ մակարդակը պահելով։ Մեծ հաշվով գումարները, որոնք հատկացվելու են պետության կառավարման թվային գործիքների մշակման համար, փոքր չեն եւ չափազանց օգտակար կլինի, որպեսզի դրանք մնան երկրում եւ պտտվեն մեր տնտեսության մեջ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Հաստատվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը, մասնագետները ահազանգում են վտանգավոր ռիսկերի մասին։ Հայաստանում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտարարագրվածների թվի նկատելի աճ։ Շարունակում ենք թողարկումը։ Սիրիայի բանակը հայտարարել է Հալեպի Շեխ Մաքսուդ քրդական թաղամասում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, հրադադարի ռեժիմն ուժի մեջ է Երևանի ժամանակով ժամը 16-ից։ Սիրիական ժողովրդավարական ուժերի քրդական կազմավորումների մնացած մարտիկները կտեղափոխվեն Ռաքքա նահանգի Էդ Տապկա քաղաք։ Բանակը կսկսի Շեխ Մաքսուդի բոլոր պետական օբյեկտները հանձնել պետական հաստատություններին եւ աստիճանաբար կլքի շրջանի փողոցները։ Հալեպի հայերը մարդկային կորուստներ չեն ունեցել,
ստացել, բայց նյութական վնասներ են կրել։ Հալեպից ժամին մանրամասներ է փոխանցում Սիրիայի խորհրդանի նախկին պատգամավոր Բերյոհայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։ Փախումները վերջացան, մոտավորապես հնգօրյա ճգնաժամեր, բավական լարված վիճակ էր, մանավանդ որ ծանր հրետանին, այսինքն զինամթերքի տարբեր տեսակներ օգտագործվեցան, համայնքի ներկայացուցիչները անմիջապես աշխատանքի անցան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարեցին որպես աբաստաները, քանի ժամ առաջ հայտարարվեցավ ռազմական գործողություններու ավարտը, ահավոր էր, սարսափելի էր պատկերը, երբ որ հազարավոր, 100 հազարավոր ավեջիշտը մարդիկ դուրս եկան իրենց բնակարաններեն եւ այս ցուրտ օդին այս պահին հանգիստ է այժմ հանգիստ է Այո, հիմա իդ կյանքը վերադարձավ։ Գիտեք, հալեպցի կսիրեն կյանքը, որքան դժվարություն լավ։ Իսկ հայերը հիմա իրենց տներում են, հայերը տուն են վերադարձել ամեն մեկ։ Երեք արդեն վերադարձան, անոր իր բարեկամներուն կամ աստղականներուն, հարազատներուն կողմ կամ եկեղեցու ներկայացրահ աբաստան կդադեր արդեն վերադարձան։ Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի մի շարք շրջաններին, իսրայելական բանակի պնդմամբ հարվածների թիրախում են Իրանամետ Հզբոլա շարժման ռազմական օբյեկտները, ռազմական գործողությունների նոր փուլը մեկնարկել այն պատճառով, որ Լիբանանը չի կատարում Հզբոլայի զինաթափման վերաբերյալ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լիբանանի բանակը պնդում է, որ արդեն իսկ լիակատար օպերատիվ վերահսկողություն է հաստատել երկրի այն շրջանների հանդեպ, որոնք նախկինում Հզբոլայի ազդեցության գոտի էին համարվում։ Ուկրաինային որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը եվրոպական երկրներից թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ անընդունելի է Ռուսաստանի համար, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հրապարակելով Ուկրաինային կարևորագույն օբյեկտների վրա օրեշնիկ հրթիռային հարվածի տեսանյութ։ Բելգիացի ֆերմերները փակել են մի շարք մայրուղիներ, բողոքելով Եվրամիության եւ Մերկոսուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի դեմ։ Չինայի զմերային եղանակին ֆերմերները տրակտորների միջոցով ակցիաներ են կազմակերպել Վալոնիայի ճանապարհային ցանցի ռազմավարական կարևոր կետերում։ Բողոքի ակտիվությունը կտրուկ մեծացել է վերջին օրերին Եվրամիության կողմից համաձայնագրի սպասվող հաստատման ֆոնին, որը նախատեսված է այսօր։ Գյուղմթերք արտադրողները արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց եւ սահմանային անցակետ։ Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքով նախատեսված է, որ առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր, որը ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական եւ ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան է։ Սակայն մասնագետները ահազանգում են ռիսկերի մասին։ Հայաստանի քաղաքացիների տվյալները կարող են հայտնվել օտարերկրյա օպերատորի վերահսկողության տակ։ Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցերը չեն սպառվում։ Մասնագետներն ահազանգում են նախատեսվող ծրագրի շրջանակում Հայաստանի քաղաքացիների տվյալները վերջնարդյունքում կարող են հայտնվել օտարերկրյա օպերատորի վերահսկողության տակ, ընդ որում ոչ միայն ապահովագրության, այլև ռեգիստրների վարման, ռիսկերի կառավարման, հարկային եւ այլ տվյալներ։ Նախագիծը անցած ամիս են դրել նախամուծութային փուլ։ Հստակ սահմանվում է, որ ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի նախավորակավորման ընթացակարգի մասնակցելու հավասար իրավունք։ Հայտատուն պետք է ներկայացնի նաև համապատասխան փորձի մասին փաստաթուղթ։ Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 երկրներում առողջության ապահովագրության ոլորտում շարունակական աշխատանքային փորձ, ներառյալ համեմատելի ծավալի գործունեություն։ Բ. Համեմատելի ծավալ է համարվում առողջության ապահովագրության ծրագրերում առնվազն 1 միլիոն անդամի առկայությունը։ Գ. Թվային առաջնահերթությամբ առողջության ապահովագրության համակարգի կառավարում, որն ինտեգրում է ահան եւ թվային արհեստական բանականության առաջնահերթությամբ կանխարգելիչ ծառայությունները։ Ինչու ունենալ օտարերկրյա օպերատոր, այլ ոչ թե տեղականը դժգոհում է առողջապահության ոլորտի փորձագետն ու թվարկում հնարավոր ռիսկերը։ Նրա պնդմամբ բացի այն, որ կախվածություն ենք ունենալու օտարերկրյա մասնագետներից, ամենալուրջ խնդիրներից է նաև տվյալների անվտանգության հարցը։ Որքան վստահ լինենք, որ մեր անձնական տվյալները կհայտնվեն ապահով ձեռքերում, այն դեպքում, երբ Հայաստանում արդեն իսկ կա Արմեդ համակարգը, պետպատվերի շրջանակում կուտակված տվյալները, որոնք կարող են դառնալ ազգային ապահովագրության մոդելի հիմք։ Փոխգործելիության առումով կառավարության ենթակա եւ առընթեր գործող տարբեր համակարգերի հետ լինելու է
ինտեգրում, այսինքն տեղեկատվության փոխանցում օտարերկրյա օպերատորին, որը ունի լուրջ ռիսկեր։ Անպատասխան բազմաթիվ այլ հարցեր էլ կան։ Օրինակ, արդյոք առողջապահության ապահովագրության հիմնադրամը կկարողանա լիարժեք վերահսկել օտարերկրյա օպերատորի գործունեությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում պետությունները պարտավորվում են հսկայական ֆինանսական վճարումներ կատարել։ Կան երկրներ, որտեղ խոսքը մոտ 50 միլիոն դոլարի մասին է։ Փորձագետն ասում է, մեզ մոտ դա կարող է նույնիսկ ավելի թանկ նստել։ Մինչև նախագիծը դեռ նախամրցութային փուլում է, մասնագետները կոչ են անում առավել մանրակրկիտ քննարկել ռիսկերը, հատկապես տվյալների անվտանգության եւ ազգային վերահսկողության տեսանկյունից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտարարագրվածների թվի նկատելի աճ։ Պարզվում է, ամենապահանջված առարկան էլ անգլերենն է։ Ձմեռային քննաշրջանի ընթացքում կգործի 55 քննական կենտրոն, ինչպես Երևանում, այնպես էլ Մարսերում։ Ձմեռային քննաշրջանի դիմորդների թիվն աճել է, հայտագրվել է 12538 դիմորդ, մինչդեռ անցած տարի նույն փուլում 11605 դիմորդ կար։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ասում են, ամենապահանջված առարկան անգլերենն է 7224 դիմորդով, երկրորդ տեղում մաթեմատիկան է 5709 եւ երրորդում հայոց լեզուն 4657 դիմորդով։ Կրթության փորձագետների գնահատմամբ դիմորդների ընտրության վրա ազդում են նաեւ բովանդակային գործոնները, մասնավորապես այն հանգամանքը, որ անգլերենի քննական հարցերը համեմատաբար ավելի հեշտ են։ Անգլերենի թեստերը մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին շատ հեշտ են լինում, դիմորդները բարձր բալեր են հավաքում, դա կարող է լրացուցիչ մոտիվացիա առաջացնել, որպեսզի մեծ մասը մտրեն անգլերենը։ Հետո կան մասնագիտություններ, որտեղ հայոց լեզվի քննադատականը կարող են դպրոցից տանեն, այսինքն պարտադիր քննություն չի։ Փորձագետները նկատում են քննական հարցաշարերը կազմելու գործընթացում առկային խորքային խնդիրներ։ Դրանք հաճախ արհեստականորեն բարդացվում են այնպիսի հարցերով, որոնք չեն արտացոլում եւ չեն ստուգում սովորողի իրական գիտելիքը։ Փորձում են ինչ-որ ձևեր մտածեն, որ բարդ լինի երեխային պատասխանելու, ինչը պետք է խորանա, մտածի, եսի ինչ անի։ Արհեստական բարդացված են, ոչ թե լեզվի իմացության մակարդակն են ստուգում, այլ ստուգում են ունակությունը, թե կարողանան գտնեն, թե որտեղ է գաղտնիքը, որտեղ է դրյուկը։ Մեր խնդիրը չի, չէ՞ որ երեխան ծուղակից դուրս գալու ունակությունը զարգացնի։ Մեր խնդիրն է, մենք հասկանանք, ասենք երեխան լեզվին դիապետում է, թե չէ։ Ու դիապետում է նրան, ինչ որ իրեն իրապես պետք է, ոչ թե ասենք ինչ որ մի բան, որ բանասեր ասի ինձ էլ դա պետք է։ Ըստ մասնագետների հայերենը դպրոցում ներկայացվում է ոչ թե որպես ժամանակակից աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն, այլ որպես պարտադիր քննություն հանձնելու առարկա։ Արդյունքում դիմորդի գիտակցության մեջ ձևավորվում է պարզ տրամաբանություն։ Հայերենի ուսուցչի կամ լեզվաբանի կարիերան չի ապահովում մրցունակ եկամուտ մասնագիտական աճ։ Մինչդեռ օտար լեզվի մասնագետ դառնալով կարող են աշխատել միաժամանակ մի քանի հարթակներում՝ դպրոց, օնլայն դասավանդում, թարգմանություն, միջազգային կազմակերպություններ։ Երկրորդ ֆլանամավում իսկապես շատ վատ տենդենսիա է։ Բայց մյուս կողմից նաև քննական առարկա որպես մարդիկ հասկանում են, որ անգլերենի իմացությունը իրենց բերում է որոշակի բոնուսներ գործի հետ կապված, այսինքն եթե չընդունվեցինք էլ ինչ-որ բան չհայեցինք էլ, բայց անգլերենը ինչ-որ մի բան որ պետք է գալու, իսկ հայերենը ինչ-որ մի բան որ պետք է գալու, այդ գիտակցությունը առանձնապես եւ չեմ տեսնում։ Մասնագետները պնդում են իրավիճակը շտկելու համար պետությունը պետք է խրախուսի գրագետ հայերենով մեդիա բովանդակության ստեղծումը, թվային հարթակներում լեզվի զարգացումը, ինչպես նաև պահանջ դնի պետական եւ մասնավոր ոլորտներում գրավոր եւ բանավոր խոսքի բարձր չափանիշների համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Երևանի Նալբանդյան Արամի փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Opel Մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Porsche Մակնիշի մեքենան Արամի փողոցից դեպի Նալբանդյան ընթանալիս հարվածել է Opel-ին, որն ընթանալիս է եղել դեպի Սախարովի հրապարակ։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է Նալբանդյանի հանդիպակաց հատվածում գլխիվայր շրջված։ Վթարի ընթացքում Porsche-ը հարվածել է նաև կայանած Toyota Մակնիշի մեքենային։ Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան։ Եվ վերջում ճանապարհների մասին բքի պատճառով Ջերմուկի Խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյանց եւ Քեթի Լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վայքի եւ Մեղրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայրի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։